բռնի անհետացումը պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկած անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը։ Ուրեմն պատժվում է ազատազրկման 3-ից 7 տարի ժամկետով, բավականին ծանր հոդված է։ Հիմա տեսեք, մենք այս մասով ես ինքս արդեն հաղորդում եմ ներկայացրել եւ նաեւ իմ Facebook-յան էջում սրա մասին գրել եմ, որովհետեւ մեր բոլոր փորձերը մեր վստահորդին հանդիպելու փաստորեն ձախողվել են։ Վերջին անգամ որտեղ եք տեսել, որ ասում եք այստեղ չի, չգիտենք որտեղ է։ Տեսել եք, որ բերման են ենթարկում։ Չենք տեսել, մեզ ասել են, որ իրեն բերման են ենթարկել, այսինքն մեքենան են նստեցրել եւ բերել են իբրև քննչական կոմիտե։ Ասել են բերում են Պարուս Սևակ 4 հասցեով, սակայն Մկրտիչ սրբազանին այստեղ չեն։ Ունեք որոշակի կասկածներ, ինչու են թաքցնում սրբազանի գտնվելու վայրը։ Տեսեք, այս ողջ գործընթացը հակաեկեղեցական շարժման տրամաբանության մեջ է, բնականաբար սա ճնշում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ եւ սա հենց այդ ճշմարտ շրջանակում է։ Մեր տեղեկություններով քրեական գործը առնչվում է այդ հավաքներին իբրև հարկադրելու Տեր Արամի այդ ցուցմունքի կամ հաղորդման հետ, ուրեմն եւ նաեւ որոշակի ֆինանսական հարցերի հետ է կապված,